Արցախում ռուսերենը երբեք չի մոռացվել եւ այն երբեք չի լռելու, քանի որ ռուսական մշակույթը Արցախցու հոգեվոր կյանքի անբաժանելի մասն է։ Ռուսերեն խոսքի օրերը իսկական տոնի վերածելու ցանկությունն ու ձգտումը երևում է այն ջերմությունից ու ոգեվորությունից, որը թևածում էր դահլիճում։ Այս տարի միջոցառման կազմակերպման եւ անցկացման գործում ակտիվ մասնակցություն է հանդես բերել Արցախի մայրբուհը, որի պատերի ներսում կրթվում եւ դաստիարակվում են ռուսաց լեզվի եւ գրականության գիտակներ։ Համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը ողջունելով հյուրերին արժևորեց հայ-ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մեջբերելով Տուրգենևյան խոսքերը նա խոստովանեց, որ այսօր էլ ռուս գրողի իմաստուն մտքերն անվիճելիորեն չեն կորցրել իրենց այժմեականությունը։ Ռուսերենը գանձ է, սեփականություն, նաև ավելացնելով, որ ռուսերենի իմացությունը նաև նեցուկ է, որը մեզ են փոխանցել մեր նախնիները։ Ողջունելի է, որ ռուսերեն խոսքի օրերը ավանդույթ են դարձել հանրապետության հանրակրթական դպրոցներում, եւ ինչպես նկատեց ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, նման միջոցառումները ոչ միայն տոն են, այլ ինչ որտեղ նաև հաշվետվություն կատարված աշխատանքի մասին։ Այնինչ ունենք մեծ հաշվով նաև ռուսաց լեզվի ուսուցիչների վաստակի եւ ինչու՞ չէ նաև երկրի իշխանությունների ընդգծված վերաբերմունքի արդյունքն է։ Այդ նույն խորհրդային տարիներին ռուսերենը Արցախի համար նաև փրկություն էր, որովհետեւ այդ դժվարին տարիների ընթացքում մենք նաև ռուսերենով ենք փորձում մեր ցանկությունները, մեր նաև երազանքները ներկայացնել ամբողջ աշխարհին։ Այս անգամ էլ իր ներկայությամբ միջոցառմանը պատվել է արցախցիների լավ բարեկամ ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը։ Միջոցառման կազմակերպիչ կրթության եւ գիտության նախարարության ռուսաց լեզվի եւ գրականության գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը կարդաց Կոնոպլյովի հեացական տողերը արցախցիների եւ այն մասին, թե Ռուսաստանում շատերի համար անհայտ հեռավոր ու չճանաչված երկրի հայ երեխաները ինչպես են գնահատում եւ սիրում ռուսերենը։ Պահպանելով օտար մշակույթը, նրանք դրանով իսկ ուժ ու հզորություն են փոխանցում սեփական մշակույթին։ Անժխտելի է, որ որոշակի հաջողությունների հասնելու համար ռուսերենը շատ կարևոր ազդակ է, եւ դա պետք է լավ հասկանա այսօրվա դպրոցականը։ Ռուսերենը ըստ ինձ առաջի կարևոր խնդիրն է լուծում հայ երեխայի համար, տալիս է հնարավորություն շփվել գիտության աշխարհի հետ եւ դառնալ շատ ավելի ուժեղ։ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի նախագահը նաև տեղեկացրեց, որ մարտի 4-ին Երևանում կկայանա ռուսաց լեզվի ուսուցիչների երկրորդ համագումարը, որին մասնակցության հրավեր կստանան նաև արցախցի գործընկերները։ Իսկ այսօր հանդիսավոր արարողությունից հետո սկսվեց ասմունքի մրցույթը, որին մասնակցում էին հանրապետության ավագ դպրոցների թիմերը։ Մեկ շաբաթվա ընթացքում ռուս ժողովրդի մշակույթը, ավանդույթները, քրիստոնեական սովորույթները բացահայտող տարատեսակ միջոցառումներ կկազմակերպվեն նաև հանրապետության տարբեր գյուղերում։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Հայրապետյան, օր։